Նրան տապանում հյուրընկալել է մարտական եղբայրություն միաբանության և ազգային հեղափոխություն կուսակցության վարչության անդամ միջուկային ֆիզիկոս Ռուբեն Դալաքյանին։ Պարոն Դալաքյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն։ Հարցազրույցը սկսենք ձեր քաղաքական ուժի տարածած հաղորդագրությունից, որով հայտնում եք, որ ազգային հեղափոխություն կուսակցությունը չի գրանցվել պետական ռեգիստրի կողմից գաղափարական ծրագրային պատճառաբանությամբ։ Նախ կխնդրեմ ներկայացնեք ինչ է նշանակում ձեր քաղաքական ուժի գաղափարական ծրագիրը, որն է ծրագիրը եւ ինչ է նշանակում այդ ծրագրի հիմքով կուսակցության չգրանցելը։ Շնորհակալություն։ Ուրեմն երևի թե ճիշտ կլինի նախ եւ առաջ բերեմ այն հիմնական կետերը, որոնց հիման վրա որոշվել է վերադարձնել գրանցման դիմումը։ Նրանք ուրեմն առաջին հերթին ուրեմն ծրագրին են վերաբերում։ Ծրագրում նշված էր, որ ազգային հեղափոխություն կուսակցության կառավարություն կազմելու պարագայում մենք պետք է պահանջ ներկայացնենք Ադրբեջանին, որ խաղաղ ճանապարհով ետ վերադարձնելու 2020 թվականից հետո ՀՀ օկուպացրած տարածքները, հա, այսինքն եթե նրանց բուն նպատակը իրոք խաղաղությունն է, սա կարծում եմ շատ բնական պահանջ է, եւ այն դեպքում, երբ այդ պահանջը շարունակաբար չի կատարվի, ի վերջո պետք է Հայաստանը նպատակ դնի սեփական տարածքները հատուկ ռազմական գործողությամբ ազատագրելու համար։ Սա որպես հիմնական կետերից մեկն է վերադարձման, կան նաև ուրիշ կետեր, կանդրադառնալ դրանց, եւ նրանք հիմնավորում են պատերազմի քարոզի, ուրեմն էտողով, սակայն պետք է նշել, որ հենց Սահմանադրության 14-րդ հոդվածը զինված ուժերին վերաբերող, ուրեմն պարտականություն է դնում զինված ուժերի նկատմամբ տարածքային ամբողջականությունը ապահովելու, այսինքն մեր ուժը ոչ մի այլ բան չի ասում, քան Սահմանադրության կատարումն է, երբ որ մենք լինենք կառավարող ուժ։ Եվ սա նաև շատ տարօրինակ է այս տողը մեկնաբանել որպես պատերազմի քարոզ, որովհետև դա ցանկացած երկրի սուվերեն գոյության որոշումների այսպես հիմնակարային հարցն է սեփական տարածքային ամբողջականությունը ապահովել եւ հարց է ծագում արդյոք ներկա իշխող ուժը ընդհանրապես նպատակ է դրել այդ տարածքները վերադարձնելու։ Դրել է այդպիսի նպատակ, պարոն Դալաքյան, եւ այդ նպատակը կիրագործվի, երբ որ համաձայնագիրը ստորագրվի, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը լինի շարունակական եւ մենք կհասնենք այդ կետին ու առանց հատուկ ռազմական գործողության մեր տարածքները հետ կվերադառնան։ Շնորհակալություն, որ դա նշում եք։ Ես գիտեմ, որ հիմնական փաստարկը դա է բերվում, սակայն պետք է տեսնենք, որ 24 թվականից սկսված այսպես կոչված սահմանազատման գործընթացը եղել է պարզապես միակողմանի զիջումներ, դրանից հետո ոչինչ չի շարունակվել, այն էլ այդ զիջումները եղել են 70-ականների քարտեզներով, այն դեպքում, երբ որ 80-ականների արդեն եղել են նոր որոշումներ, որոնցով այդ տարածքների մի զգալի մասը դրանք ՀՀ սահմաններ են համարվելու։ Այսինքն այստեղ եղել են միակողմանի զիջումներ եւ մենք չենք կարող ասել այս ճնշումների ներքո, որ դա ինչ-որ սահմանազատման process է իրական տեղի ունեցել։ Հիմա շարունակեք ծրագրի հետ կապված։ Կան էլի կարևոր կետեր, որոնք նաև այդ համատեքստում են, Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում են։ Կային կետեր բանավոր զգուշացված, այսինքն ես հիմա խոսում եմ պաշտոնական ուրեմն վերադարձի թղթի մասին, երբ որ կոնկրետ պատճառներ նշված, սակայն բանավոր ուրեմն զգուշացումներում եղել են, որ եթե չփոխեք ձեր ծրագիրը, կարող եք հույս չունենալ գրանցման, եւ դա վերաբերում էին ոչ միայն մեր տարածքների, ընդհանրապես Հայաստանը ուժային գործոն դարձնելու գաղափարին։ Այսինքն մենք կողմնակից ենք սեփական ուժերով զսպման ուժային գործոն դառնալու ուրեմն ծրագրին, որպեսզի թշնամիները առաջին հերթին մինիմում, հա, կոնե չկարողանան քեզ պարտադրել իրենց օրակարգը, հա։ Ես կարծում եմ, որ մեղը հենց այս գաղափարական հակադրության մեջ է, եւ եթե մի փոքր փորձենք ավելի, այսպես, փորձեմ կարճ ուրեմն ներկայացնել, Հայաստանում
կարծես թե երկու հիմնական քաղաքական փիլիսոփայություն է գործում։ Մեկը դա ՀՀՇ-ի փիլիսոփայությունն է, որը ենթադրում է ուրեմն որը մեզ դնում է փոքր պետության կարգավիճակում եւ կարծում է, որ մենք պետք է արտաքին խոշոր ուժերի ծիրում փորձենք ինչ որ մի կերպ հուսանավելով զարգանալ, փորձենք հնարավորինս ուրեմն հրաժարվել պայքարից, պատերազմներից եւ այսպես փորձել ուրեմն առանց լուրջ ուժի, ուրիշ ուժերի սահմաններում գոյատևել։ Երկրորդ փիլիսոփայությունը քաղաքական դոմինանտ որ կա, դա դաշնակցության փիլիսոփայությունն է, որը պայքարի կողմնակից է, սակայն հակաթուրքականության կողմնակից է, սակայն այդ պայքարը եւ հակաթուրքականությունը դիտվում են ռուսական պրիզմայով։ Այնպես չէ, որ Հայաստանը Թուրքիայի կամ թուրքերի, այսպես լայն առումով ասած, հետ չունի լուրջ հակադրություններ եւ լուրջ պայքար, հա, բայց այդ ամեն ինչը դիտարկել միայն ռուսական պրիզմայով, դա մեզ միշտ հանգեցրել է մեծագույն սխալների, որի պատճառով մենք շատ պարտություններ ենք կրել, կորցրել ենք մեր անկախությունը։ Ահա, այսինքն երկու դեպքում էլ չկա անկախական մոտեցում։ Ինքնուրույն ուժերի, սեփական ուժերի վրա հիմնվելով ինքնիշխան որոշումներ կայացնելու փիլիսոփայությունը բացակայում է Հայաստանում եւ դարձնում է բոլոր այս կուսակցությունները իրականում պարտության կուսակցություններ, խաղաղություն քարոզելով, հրաժարվելով ուժային գործոնից, փորձելով այսպես տեղավորվել միայն բանակցություններով, երբեք չես կարող մեծ խնդիրներ դնել քո առջև եւ դառնալ որոշող պետություն քո տարածաշրջանում։ Մարտական եղբայրությունը եւ ազգային հեղափոխություն կուսակցությունը այս անկախական ինքնիշխան գաղափարախոսությունն է առաջ բերում եւ մենք կարծում ենք, որ սա է հիմնական մեխը գաղափարական հակադրությունը ներկա իշխող կուրսի նախկին կուրսերի, հա։ Նախկին կուրսերի, բայց մենք ունենք նաև այլ ընտրանքներ, պարոն Դալաքյան, եւ այս ընտրություններում 18 քաղաքական ուժեր մասնակցում ընտրություններին, այսինքն ձեր գաղափարական այդ մոտեցումներին մոտիկ քաղաքական ուժեր կային։ Բայց չկար համագործակցություն, մենք չտեսանք համագործակցություն։ Եվ երկրորդը, որ ուզում եմ անպայման անդրադառնալ, դուք ասում եք, այս իշխանությունը պատրաստ չէ տեր կանգնել, այսպես ասած, իր տարածքներին, այսինքն եթե անհրաժեշտ է, անգամ ուժ գործադրելով, որը սահմանադրությամբ անգամ սահմանված, հետ վերադարձնել։ Այ ինչու քաղաքացիները ձեր այդ ասածները ավելի շատ չեն ողջունում, որովհետև 700,000 եւ ավելի քաղաքացիներ ամեն դեպքում ընտրել են Նիկոլ Փաշինյանին, նրա թիմին, որը ասում է, որ այդ հարցը կլուծվի միայն սահմանազատման շրջանակներում, այդ գործընթացի շրջանակներում։ Շատ լավ, շնորհակալություն։ Նախորդ հարցի վերջին մասով երբ նշեցիք, որ կա այլ ընտրանք, իրականում այդ այլ ընտրանքը գոյություն չունի կամ գրեթե գոյություն չունի, ամեն դեպքում մեծ ընդդիմադիր ուժերի դեպքում դա միանշանակ գոյություն չունի անկախական ինքնիշխան այլ ընտրանքը։ Եթե փոքրերով համախմբվեիք, պարոն Դալաքյան։ Շատ լավ, հիմա կպատասխանեմ։ Եթե մենք բացենք օրինակ Ուժեղ Հայաստան կուսակցության ծրագիրը եւ կարեւորագույն կետերով Արցախի հարցում, խաղաղության պայմանագրի կնքելու հարցում, նոյեմբերի 9-ի փաստաթղթի կնքելու հարցում, թրիփի հարցում, ապա էական որևէ տարբերություն չկա, այսինքն դու կարող ես անգամ շփոթել սա ԿՊ-ի ծրագիրն է, թե ընդդիմության։ Սա է, որ մենք նշում ենք, որ չկա գաղափարական այլ ընտրանք։ Այո, կամ փոքրիկ ուժեր, բայց նրանց ձայնը դեռևս լսելի չէ, այդտեղ նույնպես կան տարբեր ուրեմն մոտեցումներ եւ մենք ուզում ենք ստեղծել հայկական քաղաքական ուժ, որը չծառայի այս կամ այն քաղաքական աշխարհաքաղաքական բևեռներին։ Սա մեկ, երկրորդը ինչու մարդիկ չեն ուրեմն շատ մեծ քանակությամբ մարդ այս գաղափարների հետևորդը դեռ չի, որովհետև հետևողական, քարոզչական, մանիպուլյատիվ, հսկայական աշխատանք է կատարվում թե Հայաստանի դրսից դեպի ներս, թե Հայաստանի ուրեմն ազդեցիկ ուժերի կողմից դեպի ժողովուրդը, համոզելու, որ այս պայքարը անկախության համար
պատերազմը դա արկածախնդրություն էր, ուրեմն եւ արհեստական էս իշխանություն ընդդիմություն պայքարը, երբ որ փիլիսոփայորեն նրանք նույն բանն են, ստեղծված է հենց նրա համար, որպեսզի փոքր նոր ուժերը, առողջ ուժերը չկարողանան գլուխ բարձրացնել։ Այսինքն ոչ միայն մենք պետք է հաղթահարենք իշխանության արգելքը, այլ նաև ընդդիմության մեջ իշխանության հետ այսպես համատեղ կամ փոխշահավետ սկզբունքներով ստեղծված ընդդիմությանը։ Իսկ հավաքական առումով այդ իշխանություն, ընդդիմություն, մեծ ընդդիմություն, ինչպես դուք ասացիք, նրանք ում են ծառայում, եթե Հայաստանի Հանրապետությանը չեն ծառայում։ Ես չեմ ցանկանա շատ կոնկրետ ուրեմն բնութագրել ամեն մի ուժին այսպես երևի շատ կերկարի, բայց դե դրա համար եմ ընդհանրական ինչ կարող ենք ասել, եթե դուք ասում եք, որ ուժեղ Հայաստանի ծրագիրը ըստ էության մեծ տարբերություն չուներ ՔՊ-ի ծրագրից։ Անցյալ տարի, երբ Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, այնուհետև ուրեմն կալանավորվեց, 1 տարի առաջ էր ուղիղ, ակնհայտ այսպես անհիմն հողի վրա, եկեղեցուն պաշտպանելու հողի վրա, եւ մենք նշեցինք, որ նոր քաղաքական ֆիգուր է պատրաստվում, շատերը դեռ դրան լուրջ չէին ընդունում, չէին համաձայնում, սակայն մենք տեսանք, որ իշխանությունը իրեն հարմար ընդդիմություն 0-ից պատրաստեց։ Սամվել Կարապետյանը երբեք քաղաքական process-ներում չի եղել, նա բիզնեսմեն է, իր բիզնեսը, չգիտեմ, լավ վատ անում է, հարց չկա, բայց որպես քաղաքական ֆիգուր նա գոյություն չուներ, երբեք գոյություն չի ունեցել։ Եվ այստեղ է, որ մենք ասում ենք, այս ուրեմն գծված սխեման մի կողմից ուրեմն ստեղծում հովանավորվում է իշխանության, մյուս կողմից ուրեմն ընդդիմությունը իր սեփական շահերը, բիզնես շահերը կամ այլ շահեր կամ օտար պետությունների ծառայող շահերը կարող են ուրեմն գալ եւ այստեղ համագործակցել միմյանց հետ։ Թե կոնկրետ որ քաղաքական ուժը ում կողմից է ֆինանսավորում, ես դա չթողնեմ այսպես, թողնեմ առանց մեկնաբանության։ Չէ, բայց ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը անուղղակիորեն սպասարկում է Ռուսաստանի շահերը, որովհետև Սամվել Կարապետյանի դեպքում կարելի է ասել, Պուտինն ինքն է այդ ուժերին ռուսամետ որակել, շատ բացահայտ, շատ ուղիղ, եւ այստեղ կասկածելու իմաստ կարծում եմ չկա, եւ եթե Փաշինյանն էլ Սամվել Կարապետյանին դարձնում է գործոն, դարձնում է իրեն ընդդիմություն, նշանակում է անուղղակի այս երկու ուժերը, որոնք լինելու են մեր նոր խորհրդարանի իշխանություն եւ ամենամեծ ընդդիմություն, ծառայում են Ռուսաստանին։ Ցավոք սրտի, այո, մեծամասամբ դա այդպես է։ Ես կիսում եմ այդ ձեր կարծիքը։ Եվ Չէ, տրամաբանությունը ավելի շատ, ոչ չեմ ուզում կարծիք հայտնել, տրամաբանությունը այդպես է ստացվում։ Այո, համաձայն եմ։ Այդ դեպքում արևմուտքի աջակցությունը մենք ինչպես հասկանանք։ Այստեղ արևմուտքը ինչու է այսքան աջակցում ի տարբերություն Ռուսաստանի, արդյոք միայն Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության խնդիրն է, թե այստեղ աշխարհաքաղաքական այլ ծրագրերի պատճառով է այս աջակցությունը, որը մենք տեսնում ենք։ Եթե մենք այս process-ները նայենք գոնե 2020 թվականի պատերազմից սկսված, մենք կտեսնենք, որ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գործեց ամենահզոր, ամենամեծ պրոռուսական քայլը, որը երբեք չարեցին, թեև էլի նույն ծիրում էին պրոռուսական, բայց երբեք չարեցին նախորդ իշխանությունները, Արցախ բերել ռուսական զորք։ Սա նպատակն էր դեռևս 90-ականներից Ռուսաստանի, որպեսզի տարածաշրջանում ունենա իր ազդեցությունը։ Պատերազմի ամբողջ ընթացքում նախկին բոլոր նախագահները Լևոն Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը պարբերաբար դիմել են Նիկոլ Փաշինյանին դադարեցնելու պատերազմը, այլ կերպ ասած, հնազանդվելու։ Այսինքն եթե պատերազմը դու չես սկսել, քո դեմ են սկսել, դադարեցնել կարող ես միայն թշնամու պահանջները կատարելով։ Այսինքն քարոզչությունը թե իշխանության թե ընդդիմության կողմից հնազանդվելն էր, հանձնվելն էր։ Եվ ներկա կառավարությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ով եւ դրանից հետո մնաց շատ այսպես հստակ ռուսական ծիրում։ Իրավիճակը փոխվեց 2022 թվականի փետրվարի վերջից սկսած, ավելի ճիշտ ռուս-ուկրաինական
ուկրաինական պատերազմով մեկնարկած իրավիճակով, երբ Ռուսաստանը տարածաշրջանում դիրքերը թուլացրեց, եւ այդ ժամանակ Արևմուտքը հասկացավ, որ իսկը ժամանակն է ուրեմն իր օրակարգը բերելու տարածաշրջան, եւ եթե մենք տեսնենք, արդեն երկրորդ կեսից եւ վերջերից Նիկոլ Փաշինյանը Եվրամիության հետ է սկսում բանակցությունները եւ կարծես թե փոխում է իր քաղաքական արտաքին վեկտորը Ռուսաստանից դեպի Արևմուտք։ Փոխում է թե բալանսավորում է։ Տարբեր կերպ կարելի է մեկնաբանել, բայց արդեն իսկ հակադարձումները, ուրեմն դժգոհությունները ռուսական ուժերի եւ այլն արդեն շատ բարձր է դառնում ընդհանուր կոնտեքստում աշխարհի։ Ռուսաստանը կամաց հեռանում է, տեղը լրացնում է Արևմուտքը եւ նաեւ ոչ միայն Արևմուտքը, այլ լոկալ տարածաշրջանում ազդեցություն ունեցող ուժերը, Թուրքիան եւ Ադրբեջանը։ Իրանը դեռևս այսպես շատ ավելի փոքր չափով փորձում է իր սեփական ուրեմն շահերը սպասարկել։ Այսպես եւ դրանից հետո ներկա քաղաքական կուրսը այսպես կարծես թե արևմտամետ է։ Սակայն իմ կարծիքով այս կուրսը ոչ թե արևմտամետ է, ոչ թե ռուսամետ է, ոչ թե ինչ-որ մի բան մետ է, այլ նա ունի սեփական վեկտոր եւ պատրաստ է հնազանդվել ցանկացած գերիշխող ուժի, որովհետեւ ինչպես նշեցինք Մասիսը Շիրոյան մեր շատ լավ բնութագրեց այս երկու քաղաքական ուրեմն փիլիսոփայությունները, որը ես ուրեմն մի քիչ առաջ նշեցի, նրանք գտնվում են ՀԺ-ի քաղաքական փիլիսոփայության մեջ, այսինքն հնազանդվել, մեծ բախումներից խուսափել, պայմանավորվել թելադրող ուժի հետ, ով կլինի թելադրող ուժը տվյալ պահին, նրանց հետ էլ կպայմանավորվեն, այսինքն սա է իմ կարծիքով։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը,
որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Պարոն Դալաքյան, դուք մասնակցել եք 2020 թվականի պատերազմին։ Ինձ հետաքրքիր է ձեր այդ ասածը շատ հաճելի է ականջին, երբ որ դուք ասում եք լինել ինքնիշխան, անկախական, հայամետ, այսինքն որևէ աշխարհաքաղաքական կենտրոնից կախվածության մեջ չլինել, դա հայ մարդուն, Հայաստանի քաղաքացուն շատ հաճելի արտահայտություն է լսել, բայց մեր նման փոքր պետության համար արդյոք այս աշխարհաքաղաքական իրավիճակում հնարավոր է այդ աստիճան անկախական լինել, այդ աստիճան ինքնուրույն լինել, կարողանալ ինքդ քեզ պաշտպանել եւ ինչու՞ չէ նաեւ ագրեսիա դրսեւորել անհրաժեշտ պահին։ Նախ պատերազմի մասնակցել Նկատի ունեմ նաև դուք ներսից գիտեք մեր բանակը, մեր հնարավորությունները, թե սպառազինություն, թե զինվորական անձնակազմ։ Իմ դեպքում պատերազմին մասնակցել մի քիչ ճոխ է ասված, ես ինքս չեմ ծառայել զինված ուժերում, ուրեմն պաշտպանել եմ ասպիրական թեզ, բայց կամավոր մեկնել եմ, սակայն ես մարտական գործողությունների անձամբ ինքս չեմ մասնակցել, այնպես որ այստեղ ես միշտ որ ասում եմ պատերազմի մասնակից, ուզում եմ ասեմ, ես չեմ մասնակցել բուն մարտական գործողություններին, սակայն իհարկե շատ բան տեսել եմ, գիտեք, սխալ է անգամ դատել տվյալ օրերի կամ այդ ժամանակահատվածի իրադրությունը ինչպիսին էր։ Ռազմական պատմության փորձը ցույց է տալիս, որ պատերազմին կարող ես պատրաստ անգամ չլինել եւ հիմնական պատրաստությունը պատերազմին կատարվում է հենց պատերազմի ընթացքում եւ դա կարող են փաստել բազմաթիվ պատերազմներ, նույն ռուս-ուկրաինական պատերազմը, նույն ամերիկա-իսրայելական եւ իրանական պատերազմը, այսինքն չնայած նրան, որ սկզբից կարող է շատ դժվար լինել, ինչ որ ժամանակ հետո քո բանակը, քո պետությունը ադապտացվում է, գտնում է լուծումներ, հակադարձումներ, վերափոխվում է, եթե մենք այսօր նայենք ուկրաինական բանակը եւ հիմա եւ ուրեմն 4.5 տարի առաջ դրանք ֆանտաստիկ տարբեր բաներ են, այսինքն պնդել թե մենք պատրաստ չենք պատերազմի, սա սխալ մոտեցում է։ Պատմությունը, ռազմական պատմությունը եւ ռազմական գիտությունը ցույց են տալիս, որ հիմնականում պատերազմի պատրաստությունը շարունակվում է եւ իր գագաթնակետին է հասնում հենց պատերազմի ընթացքում։ Չէ, ես նախորդ իրադարձությունները չեմ ուզում գնահատեմ, ես ուզում եմ հասկանալ այս պահին, այս աշխարհաքաղաքական իրավիճակում ինչպես է հնարավոր, որ Հայաստանի նման փոքր պետությունը կարողանա պահպանել ինքնուրույնություն, անկախություն ձեր պատկերացրած աստիճանով նկատի ունեմ։ Շատ լավ, շատ կարևոր հարց է։ Այստեղ տեսեք հիմնական հակադարձող ուրեմն փաստարկները նրանք են, որ այ մեր դեմ գործում են այս մեծ պետությունները, ինչ որ համագործակցություններ եւ այլն, ընդհանուր մինչեւ Պակիստան եւ չգիտեմ որտեղ են հասնում, իրականում դա այդպես չէ, մեր դեմ կանգնած է շատ ռեալ Ադրբեջանի բանակը։ Մեր կարգի պետություն, մեր կարգի բնակչություն, այսինքն ռեալ լուծելի խնդիր։ Եվ մենք չենք ասում մենք պետք է գանք եւ պատերազմ սկսենք։ Մենք ասում ենք առնվազն պետք է լինել այնպիսի ուժային գործոն, որ զսպես քո դեմ պատերազմը։ Կամ դա իշխանությունն էլ է դա ասում։ Ասում է բալանսավորում ենք, բոլորի հետ համագործակցում ենք, այլևս չենք սպասարկելու մեկ գերտերության շահեր, այլ բոլորի հետ կաշխատենք, չէ, կաշխատենք բոլորի հետ, ումից ինչ կարող ենք ստանալ, ըստ այդմ կստանանք եւ այլևս թույլ չենք տա, որպեսզի հակառակորդը, ընդ որում հակառակորդի հետ էլ կհամագործակցենք այնպիսի տնտեսական շրջանակներում, տնտեսական հարցերի շրջանակներում, որ մեր դեմ պատերազմները կդառնա անիմաստ։ Դա լիովին փուչ ուրեմն պատկերացումներ են եւ պատրանքներ են, որովհետեւ հազարավոր տարիների ուրեմն մարդկային պատմության փորձը ցույց է տվել, որ ուժն է որոշում եւ ուժն է համար առաջին գործոնը։
պետությունների դեպքում եւ աշխատել կարելի է բոլոր ուժերի հետ, բոլոր երկրների հետ, սակայն դու պետք է ունենաս սեփական ուժ, այսինքն մեր պատմության օրինակ ասում եմ, երբ որ մի ոտքս էի դնում մեկ լեռան վրա, դա էր անցնում գետնի տակ, երբ որ մյուս, ինչ է նշանակում, որ նա ուներ սեփական ուժ իր խաղի մեջ մտնելով խաղի կանոնները փոխելու, այսինքն Հայաստանը պետք է լինի գործոն, եթե Հայաստան ինքը ուժեղ գործոն չէ, ինքը ում կողմն էլ անցնի ոչինչ չի որոշելու։ Մեկ հարցեք պարոն Դոլոկյան, ասեք ավարտեք։ Եվ նաև շատ ռեալ է սեփական ուժերով անկախ պետություն այստեղ պահելը եւ զարգացնելը, եւ մենք պատմության մեջ էլ ունենք փորձ, անգամ եթե խոսքը վերաբերվի պատերազմի, մեր պատմությունը ամբողջ ծայրից ծայր փորձ է փոքրաթիվ ուժերով մեծաքանակ ուժերին հաղթելու։ Մարտական եղբայրությունը նաև այս օրինաչափությունները վերհանում եւ ընդհանուր մինչեւ տակտիկական մակարդակ պատերազմի ցույց է տալիս ճիշտ լուծումները, ինչպես կարելի է փոքրաթիվ ուժերով հաղթել մեծաքանակ ուժերին։ Ես բնավ դեմ չեմ, պարոն Դալաքյան, ես շատ կուզեի, որ այդպես լիներ ու լինի, բայց ամեն դեպքում հիմա ուզում եմ ամփոփենք մեր հարցազրույցը, բայց ամփոփենք հետեւյալ հարցով։ Ադրբեջանը, որը դեռ մինչև Վաշինգտոնյան համաձայնությունները ըստ էության գետնի վրա կար միայն նոյեմբերի 9, որը առաջարկված էր կողմերին, կողմերը ստորագրել էին, համաձայնել էին, ինչու չգնաց եւ չօգտվեց մեր թուլությունից այդ պահին եւ չվերցրեց Սյունիքը։ Իսկ ինչու կամ այդ ճանապարհը։ Իսկ ինչու պետք է վերցներ, երբ Փաշինյանը եւ իր թիմը ամեն ինչ առանց կռվի է հանձնում։ Նույն օգոստոսի 8-ին կարծես թե ոչ մի ընդդիմադիր ուժ դեմ չի, միայն այսպես ուզում են լրացնեն, որ բացի ամերիկյան ինչ-որ պրոտեկտորատից պետք է նաև ռուսական կամ այլ բաներ անել, այսինքն ընդհանուր փիլիսոփայության դեմ չեն։ Դեմ չեն նրան, որ դա միակողմանի եւ այսպես անխոչնդոտ ճանապարհ է։ Ինչքան էլ ասենք ինքնիշխանություն այդ ուրեմն թղթերի մեջ, դա ինչ է, շատ կոնկրետ, դու որևէ պարագայում չես կարող խոչընդոտել Ադրբեջանի տեղաշարժը բուն Ադրբեջանից մինչև Նախիջևան։ Սա ինքնիշխանության անկում է։ Երկրորդ, այդ փաստաթղթերով սահմանվում են նաև ուրեմն այսպես ասած ռևանշիստական գործունեության անթույլատրելիությունը, որը միջազգային մակարդակով այսպես քարտ է Ադրբեջանի ձեռքին ուղիղ կերպով միջամտելու քո ներքին գործերին։ Ցանկացած դրսևորում ոտքի կանգնելու կարող է որակավորվել որպես ռևանշիստական քայլ եւ ուղիղ ներգործություն լինի։ Այսինքն, երբ որ այս բոլոր հնարավորությունները արդեն օգոստոսի 8-ով եւ այդ խաղաղության նախաստորագրված համաձայնագրով տրվում է Ադրբեջանին, էլ ինչու պատերազմել։ Դե մինչև օգոստոսի 8-ը տևական ժամանակ կար եւ չգիտեմ, լավ, դա թողնենք սահմանադրական փոփոխությունների հետ կամ Ալիևյան այդ պահանջի հետ ինչպես կվարվի այս խորհրդարանը, եթե այս տեսքով սկսի աշխատել նոր ընտրված խորհրդարանը, չնայած որ այս պահին իրենք վիճարկում են ընտրությունների արդյունքները եւ չգիտենք ինչպիսի որոշում կկայացնի սահմանադրական դատարանը, բայց ամեն դեպքում, եթե այս տեսքով սկսի աշխատել, այս իշխանությունը եւ ընդդիմությունը ինչպես են վարվելու սահմանադրական փոփոխությունների հետ։ Երևի թե եկեք ես ոչ թե կանխատեսեմ, այլ թող ժամանակը ցույց տա ինչպես կվարվեն, սակայն մենք բազմիցս նշել ենք, որ թե մենք հնարավորություն չունեցանք այս ընտրություններին մասնակցելու, սակայն լավ հասկանում ենք, որ այս ընտրությունները մեծ ուրեմն իրադարձություն չեն փոխելու Հայաստանի կյանքում եւ ամեն ինչ իշխանություն ընդդիմություն գծված խաղը այդպես էլ շարունակվելու է եւ մենք միանգամայն ուրեմն կանխատեսում էինք հենց այսպիսի արդյունք եւ դա մեզ համար նորություն չէր, ի տարբերություն շատերի համար, որ հիասթափվեցին, բայց մենք ասում էինք, որ այստեղ պայքարը չի ավարտվում եւ կարեւորագույն ուրեմն մարտահրավերը դա սահմանադրության հանրաքվեն է եւ մենք խոսել ենք դեռ շատ վաղուց այս թեմայով, ես կուզենամ մի քանի այսպես ժամանակագրության ներկայացնել մի քանի
ամսաթվերով, տարեթվերով։ Ուրեմն 2024 թվականի հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ խոսքով, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն։ Հունվարի 19-ին Փետրվարի 1-ին Ալիևն է ելույթ ունենում եւ հստակ պահանջ դնում, որ ուրեմն Հայաստանի սահմանադրությունը պարունակում է կետեր տարածքային ամբողջականության հետ կապված Ադրբեջանի եւ դա պետք է միանշանակ փոխվի։ Ուզում եմ ուշադրություն դարձնենք այս ուրեմն Միջակայքին։ Հա, անգամ երկու շաբաթ տարբերություն չէ։ Ինչ կարող ենք սրանից եզրակացնել, որ եղել են բանակցություններ ստվերային եւ այս օրակարգը մտել է գործի մեջ առաջին հերթին Փաշինյանի կողմից, որպեսզի դա իբր չդիտարկվի արտաքին թելադրանք, այլ սեփական նախաձեռնություն եւ այնուհետեւ կարճ ժամանակ անց Ալիևի կողմից։ Այնուհետեւ ուրեմն որոշ պայմաններից ելնելով, երբ որ որոշակի բողոքի ուրեմն ալիք բարձրացավ, չնայած ոչ մեծ, ցավոք սրտի, Փաշինյանը կարծես թե փորձեց խուսանավել եւ սկսեցին առաջ բերվել թեզեր, որ Ադրբեջանի սահմանադրությունը նույնպես ուրեմն պարունակում է կետեր, հղվելով առաջին հանրապետության իրենց դեմոկրատական հանրապետության բանին, որտեղ տարածքային պահանջներ կարող են լինել Սյունիքի, Վայոց ձորի հանդեպ, սակայն սա նորից չանցավ, այնտեղից կոշտ արձագանք եղավ, ուրեմն այնուհետև Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին 2024 թվականի ուրեմն ընդունեց որոշում, որ անկախության հռչակագրի այդ կետերը, որոնք որ ներառված չեն բուն սահմանադրական հոդվածների մեջ, չունեն իրավական ուժ, այսպիսով փորձելով ուրեմն այս թեման ուրեմն ազատել սահմանադրական հանրակրվեն ուրեմն չանցկացնել եւ ուզում եմ հիշեցնեմ ձեզ դա 24-ային տարին էր շատ բուրըն իրադարձությունների, երբ որ տեղի ունեցան ոսկեպարի դեպքերը, Գիրանցի, ուրեմն նաև այդ սահմանազատման բաններ, երբ որ Փաշինյանը ուղիղ կերպով սպառնում էր հայ ժողովրդին Ադրբեջանի բանակով, որ եթե մենք չանենք սահմանազատում, կունենանք պատերազմ, եւ հստակ երաշխիքներ էին տալիս, որ այդ սահմանազատումը անելով տարվա վերջին կունենանք խաղաղության պայմանագիր։ Աշնանը այդ կոպ 29 համաժողովն էր, երբ որ բոլորը կարծես թե սպասում էին եւ ամբողջ աշխարհի ճնշումներ, որպեսզի ստորագրվեր այդ խաղաղության պայմանագիրը, ոչի բան իհարկե տեղի չունեցավ եւ այդ համաժողովի ավարտից հետո Ադրբեջանը կտրուկ սկսեց ավելի կոշտացնել իր քորոշումը եւ հստակ պահանջներ դնել, որ սա ուղղակի նախապայման է խաղաղության ստորագրման համար եւ վերջ։ Շատ լավ, դուք ոնց եք պատկերացնում այդ պահանջի հետ Շատ լավ, ուրեմն վարվելը։ Ինչպես նշեցի, մենք դեռ այս 2.5 տարի է խոսում ենք այս մասին եւ հիմա շատ նաեւ լավ շանս է այս փոքր անկախական ուժերի համար դրսևորելու իրենց եւ հանդես գալու միասնական ուրեմն կարծիքով ընդդեմ սահմանադրական հանրակրվեի, ընդդեմ ԱՅՈ-ի ոչի դրոշակով։ Ինչու է սա կարևոր, որովհետև եթե ընտրությունները շատ այսպես ագրեսիվ մրցակցություն են ենթադրում տարբեր քաղաքական ուժերի միջև եւ միավորումները շատ դժվար են լինում, այստեղ հնարավոր է միավորում մենակ մեկ բանի շուրջ եւ կողմ դնելով տարբեր քաղաքական հայացքները։ Մարտական եղբայրությունը եւ ազգային հեղափոխություն կուսակցությունը թեև չգրանցված, ուրեմն նախաձեռնեցին այսպիսի միավորում։ Մենք ունեցանք զրույցներ տարբեր քաղաքական ուժերի հետ եւ բոլորովին վերջերս պայմանավորվածություն եղավ կազմակերպելու ուրեմն ինչ որ մի այսպես ժողով, որտեղ կքննարկվեն ուրեմն այս մոտեցումները։ Մեր մոտեցումը հետեւյալն էր, որպեսզի
մրցակցությունը եւ քաղաքական հայացքների ուրեմն տարբերությունները խնդիր չառաջանան ոչի դրոշակի համար, այդտեղ պետքա ֆիքսված լինեն շատ կարճ, կոնկրետ ոչին, սահմանադրության ոչին վերաբերող 1, 2, մի քանի կետ եւ այդ կետերը պետքա որոշվեին կոլեգիալ բոլորի մասնակցությամբ։ Պրոցեսը դեռ ընթանում է։ Ես ուզում եմ նաեւ նշել, որ մինչ այս մենք հարցազրույցներ ենք կազմակերպել տարբեր քաղաքական ուժերի դեմ եւ սա այն կարեւորագույն հարցերից մեկն է, որ տվել ենք նրանց, արդյոք դուք հանդես եք գալու ոչ հստակ դիրքորոշման, ոչ թե ինչ որ աղավաղված բոյկոտ կամ սահմանադրության սեփական տարբերակներ, որոնք լեգիտիմացնում են սահմանադրության փոփոխության միտքը անգամ։ Շատ լավ, ինչ պատասխան եք ստացել դրանով ամփոփենք։ Դրական պատասխաններ կային, սակայն կուզենայի նաեւ նշել, որ Լևոն Զուրաբյանի հետ է եղել նաև պայմանավորվածություն, սակայն 3 երեկոյան ՀԱԿ-ը ուրեմն տարածեց մի հայտարարություն, որով նրանք կոչ էին անում ոչի ճամբար ստեղծելու, արդեն կարծես թե ինքնուրույն ցավոք սրտի, եւ ավելի վատը այն էր, որ նրանք այդ կետերի մեջ խառնել էին ամեն ինչ, թե ներկայացրել էին սեփական սահմանադրության ինչ-որ նախագծի ուրեմն գաղափար, թե ուրեմն ներկա ընտրությունների բոյկոտ, թե նոր ընտրությունների պահանջ, հա, այսինքն ամեն ինչ խառնվել էր եւ այստեղ այսպիսի պարագայում հնարավոր չի մեծ միասնականություն ապահովել։ Ես օրինակ մարդիկ եմ ճանաչում, ովքեր ընտրել են ԿՊ, բայց դեմ են սահմանադրության հանրաքվեին։ Մեր խոսքը սա էր եւ մենք իհարկե կշարունակենք մեր ուրեմն գործունեությունը այս ոլորտում անկախ ամեն ինչից, սա ես ուզում եմ նշել, որ յուրահատուկ լակմուսի թուղթ է քաղաքական ուժերի համար, արդյոք իրոք նրանք անկախական ինքնիշխան դիրքերից են խոսում եւ պայքարում են օտար պարտադրանքով սահմանադրության դեմ, թե նրանք այս կամ այն ձևակերպումներով, բայց հողի վրա կարծես թե նպաստում են Նիկոլ Փաշինյանին եւ օտար ուժերին։ Շնորհակալ եմ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Մարտական եղբայրություն միաբանության եւ ազգային հեղափոխություն կուսակցության վարչության անդամ միջուկային ֆիզիկոս Ռուբեն Դալաքյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։